Դինամո մարզահամալիրում կայացավ սամբոյի Հայաստանի առաջնությունը։ Այս տարի առաջնությանը մասնակցում էր շուրջ 80 մարզիկ, կանանց և տղամարդկանց սպորտային և մարտական սամբոյում։ Լարված և դիտարժան պայքար էր հատկապես տղամարդկանց մի քանի քաշային կարգում։ 58 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր արցախցի Դավիթ Հովսեփյանը, որը եզրափակիչում առավելության ասավ Կարեն Սարգսյանի նկատմամբ։ 64 կգ քաշային կարգում հաղթանակը շնորհվեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանին, որը եզրափակիչում հաղթեց Գևորգ Մանուկյանին։ 79 կգ քաշային կարգում աշխարհի փոխ-չեմպիոն Բորիս Շատվերյանն ուժեղ գտնվեց Ալեքսան Ստեփանյանից։ 71 կգ քաշային կարգի չեմպիոն դարձավ Կարլեն Մահինյանը։ 88-ում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Չալյանը, 98-ում հավասարաչում էր Եվրոպայի չեմպիոն Արսեն Խանջյանը։ Պլյուս 98 կգ քաշային կարգում լավագույնը Ժորա Բաղդասարյանն էր։ Չէ, անակնկալներ չկան, համարյա լավագույնները պահպանվել են։ Դե մրցումների ընթացքում կարող է մի հատ երկու հատ բաստողում լինի, բայց ընդհանուրը ասում է շատ հանգիստ, նորմալ։ 35-ամյա Շահեն Օհանյանը Հայաստանի առաջնության ամենատարեց մասնակիցներից էր։ Շուրջ 10 տարուց ավելի բաստողներով պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան զբաղվել է մարզչական աշխատանքով։ Միայն վերջին տարիներին է վերադարձել մեծ սպորտ։ Նախորդ 3 տարիներին Օհանյանը Հայաստանի առաջնությունից առանց մեդալ չի հեռացել։ Այս տարի էլ բավարարվեց բրոնզե մեդալով։ Հավանաբար սա վերջին մասնակցությունը կլինի, քանի որ գնալով ավելի է դժվարանում։ Երիտասարդներն ավելի պատրաստված են ներկայանում առաջնությանը։ Աշակերտների հետ զբաղվելով, որոնց պատրաստում է Եվրոպայի աշխարհի առաջնությունը, ինչպես նաև Հայաստանի, ես ինքս սկսեցի կրկին զբաղվել ու չգիտեմ, երևի սպորտային ազարտը ինձ դրդեց վերադառնալ Գորգ ու արդեն վերջի 4-5 տարին փորձում եմ ես ինքս ուժերս փորձում եմ, ստացվում է երկրորդ, երրորդ, չեմպիոնություն դեռ չի եղել, բայց մրցանակային միշտ եղել եմ, մրցանակային տեղերում։ Մարտական սամբոյի 58 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Համլետ Սուքյասյանը, 64 կգ քաշային կարգում հավասարաչուն էր Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխ-չեմպիոն Մայիս Ներսեսյանը։ 71 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Մհեր Մերջանյանը, 79-ում Արթուր Մալխասյանը, 88-ում աշխարհի փոխ-չեմպիոն Ավետիք Պողոսյանը։ Մրցակիցներս լավ ուժեղ պատրաստված տղաներ էին, բայց այսօր Աստված իմ կողմից էր, ստացվեց, հաղթեցինք։ Հիմա պետք է պատրաստվենք Եվրոպայի առաջնությանը մի ամսից, ամենայն դրժությամբ, ամենայն հավատով, որ լավ է լինելու, լավ պետք է ոտեմարտենք։ Մրցումները ընդհանուր առմամբ տարեստարի ուժեղանում է, մրցակիցները շատանում են, որակը բարձրանում է։ Պակաս թեժ չէր պայքարը նաև կանանց մրցաշարում։ Սպորտային սամբոյի 50 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Արփինե Ամիրյանը։ 54 կգ քաշային կարգում առաջին անգամ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Թամարա Գրիգորյանը, 59-ում լավագույնն Անի Մարտիրոսյանն էր։ Մարտական սամբոյի 50 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի մեծահասակների փոխ-չեմպիոն Արփինե Մնացականյանը։ Մրցակիցներից բոլորին ճանաչում եմ, կասեմ, որ ավելի դժվար է գոտեմարտը, քանի որ մրցակիցներդ, երբ դու առաջին անգամ չես գոտեմարտում, դժվար է, որովհետև նրանք գիտեն քո տեխնիկան, տակտիկան։ Այս տարի անմիջապես Հայաստանի առաջնությունից հետո մասնակցելու եմ աշխարհի գավաթի խաղարկությանը, այնուհետև համաշխարհային խաղերին եմ մասնակցելու։ Հայաստանի առաջնության արդյունքներով կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի առաջիկա մրցաշարերին։ Ապրիլին սպասվում է Եվրոպայի առաջնությունը, իսկ հոկտեմբերին կամ նոյեմբերին կանցկացվի աշխարհի առաջնությունը։